Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես չի համաձայնվի նախ ձեր ձևակերպումների հետ, ասում եք, որ Մարկո Ռուբիոն եկել էր եւ փորձում էր, հա, հրաշալի, ուրախ եմ ձեզ համար։ Քաղաքական ընդդիմախոսները Հա։ հայտարարություն են արել։ Ճիշտ է։ Եվ քննեցի մեկնաբանել եւ պատասխանել, թե արդյոք դուք Ռուբիոյին առաջարկել եք ընդդիմության հետ նույնպես հանդիպում ունենալ, որպեսզի այդպես չկալվի։ Գեցեք, որ բառացի մեջ բերեցիք նոր ձեր քիչ առաջ ձեր ասածը, իրականում ես կարծում եմ, որ մեր ընդդիմախոսները կամ կտրված են այս առումով իրականությունից, կամ չնայած դրա համար չեմ զարմանա, որտեղ մարդիկ քարոզարշավ տենց առանձնապես չեն անում, չեն փորձում գնալ եւ գաղափարներ առաջարկել մարդկանց, մտածում են դա պետք է անել փող վճարելով եւ ձայները գնելով, երևի այդքան չեն հասկացել, որ այդ ժամանակները անցել են եւ մարդիկ հիմա պետք է այս կամ այն գաղափարը պաշտպանեն, բայց մեր ընդդիմախոսները այնքան կտրված են փաստորեն, առնվազն նրանք, ովքեր այդպիսի պնդում են անում, այնքան կտրված են իրականությունից, որ ասում են, որ Ռուբիոն պետքա գար, որ մեր վարկանիշը բարձրացներ։ Հարգելի գործընկերներ, մեր վարկանիշը մի քիչ էլ որ բարձրանա, մենք արդեն չգիտեմ, այդ խորհրդանում, եթե այդ օրենսդրական կարգավորումներ չլներ, որ առնվազն 3 ուժ պետքա լինեն, վախենամ այդ 3 ուժը տենց ոնց որ անցած անգամ էին, ճիշտ ասվեց, Դավեսկի պես հայտնվել խորհրդանում, այս անգամ էլ ենք տենց աշկիս, տենց իրավիճակի ականատես լինելու, մեր վարկանիշը ինչքան պետք է բարձրա, մենք մեր երկխոսություն ունենք ուղիղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, ավելին ասեմ, մենք տեսնում ենք շատ ուժեղ, շատ ընդգծված աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաղաղության օրակարգին, ժողովրդավարությանը եւ մեր ինքնիշխանությանը, հետեւաբար թող մեր ընդդիմախոսները իրանք դարդը լացեն, մեր վարկանիշը ինչքան պետքա բարձրա։ Ինչ վերաբերում է նրան առաջարկել ենք մենք Ռուբիոյին հանդիպել ընդդիմությանը, թե չի կներեք, այդպես պրակտիկա ոչ միտեղ չկա։ Այսինքն ինչի պետքա մենք առաջարկեինք Ռուբիոյին հանդիպել ընդդիմության հետ։ Ընդ որում նույնիսկ եթե ամերիկյան կողմից Ընդդիմությունն է, ոչ միայն։ Մի հատ խնդրում եմ ինձ հենց հիմա հանեք ու սենց ճպսրեք մի փաստ այն մասին, որ X երկրում այցի ժամանակ կառավարությունը առաջարկել է հանդիպել օրինակ կամ կազմակերպել է հանդիպում ընդդիմության հետ, անլուրջ բաների մեջ եկեք չմտնենք, էլի։ Հիմա երկու կառավարություններ, երկու արտաքին գործերի նախարարներ հանդիպել են, ես ասում եմ, sense փաստաթղթեր ենք ստորագրել, դուք ասում եք ընդդիմության հետ հանդիպել։ Ընդդիմության որ մեկի, մի հատ հասկանանք, որը դե շպիոնն է, նոր տակը ինչ ա մնում, կարող է մյուս այցի ժամանակ տես մի բան մտածենք։ Ես եմ շնորհակալ։ Մենք իհարկե մենք մի օր ընդդիմություն կլինենք եւ դա է ժողովրդավարության ողջ պերճանքը եւ հմայքը։ Մենք ոնց սկսել ենք որպես ժողովրդավար ուժ, այդպես էլ հավատարիմ ենք մնում եւ շարունակելու ենք։ Մի օր այդ օրը կգա եւ այդ օրը մենք այդքան կտրված չենք լինի իրականությունից եւ գործող պրակտիկաներից, որ ակնկալենք, որ կառավարությունը մեր համար պետք է ԱՄՆ պետքարտուղարի կամ որևէ երկրի արտգործնախարարի այցի ժամանակ մեր համար բան անի, հանդիպում կազմակերպի։